Ֆեդերալիստների առաջնորդ Թամար Չերգոլոյիշվիլին կանչվել է հարցաքննության։ Այս մասին տեղեկանում ենք նրա սոցիալական էջից։ Գործը վերաբերում է իր արարած հայտարարությանը, որտեղ նա խոսում է Բաչո Ախալայի հետ հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հանդիպումների մասին։ Ֆեդերալիստների առաջնորդի խոսքով հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել Բաչո Ախալայի տանը, եւ այդ փաստը հակասությունների առիթ է դարձել ազգային շարժման ներսում։ Ավելին, այս թեմայով շփում է եղել նաեւ Միխայիլ Սաակաշվիլու հետ։ Նշված հարցի վերաբերյալ գնահատականներ են հնչել նաեւ իշխող թիմում։ Ըստ նրանց Թամար Չերգոլոյիշվիլի կողմից տարածած տեղեկատվությունն իրենց համար նորություն չէր։ Ով է պատասխանատու հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դեպքերի համար։ Կազմակերպիչները կրկին չունեն այդ հարցի պատասխանը։ Իսկ իշխող կուսակցությունը հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի գրոհի համար պատասխանատու է համարում հանրահավաքին մասնակցած բոլոր անձանց, քանի որ հանրահավաքի նպատակը հայտարարվել էր հենց սկզբից։ Սակայն ըստ նրանց ձախողված տապալման բոլոր նախաձեռնողներն իրականում հավաքական ազգային շարժումն են։ Վրացական երազանքի անդամները կարծում են, որ հոկտեմբերի 4-ին ձեռնարկված բոլոր հակասահմանադրական քայլերը հանգեցրել են ընդդիմության լիակատար լյուստրացիային։ Ընդդիմության մի մասն էլ կարծում է, որ պատմությունը շուտով կգնահատի ընտրությունների օրը տեղի ունեցած գործընթացները եւ կտա դրան իր անունը։ Դուք չեք կարող ստրկացնել Վրաստանը։ Այս խորագրով երթցույց է անցկացվել Վերայի այգուց դեպի խորհրդարան։ Ցուցարանները պահանջել են նոր ընտրություններ նշանակել եւ ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։ Ցուցարանները խորհրդանշորեն կրել են գծավոր հագուստ, որը նրանց խոսքով արտահայտել է աջակցություն ձերբակալվածներին։ Ցուցարանները նաեւ կապել են փշալարեր, ինչպես նաեւ կարդացել են կալանավորված քաղաքացիների կոչերից որոշակի հատվածներ ու իրենց աջակցությունը հայտնել նրանց։ Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Էստոնիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի հայտարարությանը, ասելով, որ այդ անձը տապալում էր Վրաստանում կառավարությունը զինված Եվրամիության դրոշով երկրի խորհրդարանի առջև։ Ինչպես հայտնի է, Մարգուս Ցախնան հայտարարել է, որ Էստոնիայի եւ Ռուսաստանի սահմանի ռուսական կողմում նկատվել են 7 զինված ռուս զինվորականներ ու ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը։ Երկարաժամկետ հեռանկարում նրանք նախատեսում են արգելել այդ ճանապարհի օգտագործումը։ Շալվ Պապաշուի նշված հայտարարությունն ի պատասխան գրել է. Նկատել են 7-ին, այն էլ նկատել են, եւ այս անձը Վրաստանի խորհրդարանի առջև տապալում էր կառավարությունը զինված Եվրամիության դրոշով, եւ նա չի կարողացել տապալել այլ երկրում, որ ցանկալի մարդ է հայտարարել եռակի օլիմպիական չեմպիոնին, ով վերջին 20 տարիների ընթացքում ավելի շատ ոսկի է նվաճել, քան իր երկրի օլիմպիական թիմը։ Եթե միայն իմանայիք, թե ով է ղեկավարում ժամանակակից Եվրոպան, գրել է Շալվա Պապաշվիլին։ Շալվա Պապաշվին անդրադարձել է Հունգարիայի վարչապետի հայտարարությանը եւ ուշադրություն հրավիրել հայտարարության այն հատվածի վրա, որտեղ հունգարացի առաջնորդը խոսում է Բրյուսելի պատերազմական ծրագրի դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Խորհրդանի նախագահ համոզված է, որ Բրյուսելն է կանգնած Թբիլիսի փողոցում տեղի ունեցող դեպքերի հետևում։ Իշխող կուսակցությունը եւս անդրադարձել է գլխավոր օրենսդրի հայտարարությանը, նշելով, որ վերջին շրջանում Բրյուսելը կորցրել է իր իրական գործառույթն ու վերածվել է պատժիչ կազմակերպության։ Համասը սկսել է իսրայելցի պատանդներին ազատ արձակելու գործընթացը։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ Գազայում 7 պատանդ արդեն հանձնվել է Կարմիր խաչին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դատված հայտարարության մեջ նշվում է, որ կոմիտեն սկսել է բազմափուլ գործողություն Իսրայելի ու Համասի միջև հրադադարի համաձայնագրի շրջանակներում պատանդների եւ կալանավորվածների ազատ արձակումն ու տեղափոխումը բարձրացնելու համար։ Իսրայելի վարչապետի գրասենյակից պարզաբանել են, որ գործընթացը կլինի 2 փուլով եւ կտևի մի քանի ժամ։ Սկզբում պատանդները կհանձնվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ապա կփոխանցվեն Իսրայելին։ Համասը հրապարակել է 20 պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Հրապարակվել են նաև 1718 պաղեստինցի բատարկյալների ինքնությունները, որոնց իսրայելական կողմն ազատ կարձակի պատանդների վերադարձից հետո։